Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր պաստայի տեսակ, ես դանը միշտ պատրաստում եմ, արագ հաստացվում ու երեխեքը շատ են սիրում, իրա քույնը ոչ կարմիր է, ոչ սպիտակ է, մեջտեղը նարնջակույն ու սոսը շատ հետաքրքիր եւ իրականում ինքը կարող ենք ասել իրա սոսը մի քիչ ավելի առողջարար է, քան թե ինչ-որ ուրիշ սոս, որովհետեւ իրա main ingredient-ը, այսինքն գլխավոր պաղացիչը սոսին կարմիր բողբեղն է։ Այսօր պատրաստելու ենք խորոված կարմիր բողբեղի սոսով պաստա։ Մեզ անհրաժեշտ է 2 հատ քաղցր բողբեղ, մի հատ կծու բողբեղ, չեդդեր պանիր, պարմեզան պանիր սոսի համար եւ բասիլիկ, ֆետա պանիր, ընկույզ, սխտոր, աղ եւ սև բողբեղ։ Կարմիր բողբեղը ինչ ենք անելու։ Ես այստեղ ունեմ 2 հատ քաղցր կարմիր բողբեղ եւ մի հատ կծու։ Այս իրենց մի հատ ձագելու եմ, մի քանի հատ եւ ուղարկելու եմ չերոց։ Ինքը միջև խորոված դառնա, մենք շարունակելու ենք մեր պաստան պատրաստել։ Այսինքն շատ հեշտ է, էսի գտնենք, կմոռանանք իրա մասին, հետո պաստայի մնացած գործողությունները կանենք ու հետո սոսը կխառնենք պաստայի հետ ու կստանանք համովություն։ Ստեղ ունենք պեննե, մենք մինին ենք օգտագործում, բայց կարող եք բարձ պեննե պաստան օգտագործել։ Իրականում ինչ պաստա ունեք դունը կարող եք օգտագործել, պայման չէ անպայման պեննե, բայց ես էսի պեննեով եմ սիրում։ Այստեղ ոնց տեսնում եք ունենք ընկույզ, ունենք ֆետա պանիր, ունենք սխտոր, ունենք բեյզել եւ ունենք պարմեզան։ Հիմա սրանք թնելու ենք չերոց, խորովին ու շարունակենք։ Այստեղ արդեն պատրաստել եմ ես մեր մոմի թուղթով, կարող ենք արդեն ուղարկել չերոց։ Մի քիչ տաք է սինին, որովհետև մենք չերոցում թրել էինք, տակացել է, դրա համար ես փռնիչով եմ փռնում։ Ստեղ ունենք մեր պաստան, պետք է խաշենք, արդեն ինքն իրեն մարել է, ոչինչ հետ կմիացնենք։ Okay. Մի թեթև ցիտապտղից հետ եմ ավելացնելու, մի թեթև աղ ու արդեն ավելացնեմ պաստան։ Միջև որ մեր պաստային ջուրը երա, քանի որ թեր պատրաստ չէ, սպասում եմ մի քիչ սենց բլբլա, որպեսզի պաստան ավելացեմ, միշտ հիշեք, որ ջուրը չերալեն, չավելացնենք, որովհետև երբ որ պաստանը սկզբում ավելացնում ենք, ինքը ավելի երկար է մնում, ու մենք դեռ չենք հասկանում ինքը ճիշտ եփել է կամ չէ։ Ու հիշենք, որ al dente պետք է եփենք, այսինքն ոչ թե overcook-ը լա, ամբողջությամբ եփվի եւ անցնի, ինքը հազիվ եփել է, պետք է հանենք։ Հետո երբ որ սոսի հետ խառնենք եւ այլն, ինքը դենց թեթևագի, ոչ թե շատ փափուկ պետք է լինի։ Իսկ ընկույզի հետ կապված, օրինակ ես այսօր ընկույզ եմ դնում, բայց մեկ-մեկ դնում եմ սոջու ընկույզ, օրինակ կամ դնում եմ քաժո, այն քաժոն կամ ընկույզը կամ սոջու ընկույզը, այս երեքն էլ միշտ պեստոյի սոսերի մեջ միշտ շատ հետաքրքիր է լինում, այսինքն ինչ որ այդ ռոբեին դունու ունեք, կարող եք պատրաստել, բայց եթե հետաքրքիրացես, կարող եք մի անգամ էլ սոջի ընկույզով պատրաստել, մի անգամ էլ քաժոյով եւ այլն։ Բոլորն էլ համով է լինում, բայց անպայման ընկույզեղենի տեսակ միշտ սոսին ավելացրեք, պեստոների տեսակի մասին է խոսքս, որովհետև այսօր մենք պեստոյի տեսակ ենք պատրաստում, բեյզելը տնելու ենք բասիլիկը ու խորոված բողբեղը, բայց վերջում միշտ այդ նատ ընկույզեղենի համը պետք է լինի հետևի շերդում։ Ոնց որ երում է մեր ջուրը, կարող ենք պաստան ավելացնել երևի։ Մոտ խառնում ենք պաստան ու անցնում ենք մեր գործին։ Սիրելիներս, ուրեմն պաստային մի քանի րոպե կուզե, մենք կարող ենք պատրաստել մեր գործիքը, որպեսզի բոլորը բլենդենք կամ հարենք։ Ուրեմն ավելացնելու ենք ընկույզը,
ավելացրել ենք բեյզելը։ Սխտորը, ֆետա պանիրը, պարմեզանը ամենավերջում ենք ավելացնելու, այսինքն սոսը հիմա պատրաստելուց հետո, երբ որ արդեն ինքը տաք է, քանի որ բերելու ենք պղպեղները ավելացնենք իրա վրա, ու ամենավերջում, երբ որ պաստան իրար հետ կխառնենք, պարմեզանը կավելացնենք։ Մենք տեսնում ենք ստեղ, որ պաստան արդեն պատրաստվում է, բայց դեռ պատրաստ չի, մի 4 րոպե կուզե։ Կարող ենք էսի մի քիչ բլենդ անել, մինչև մեր պղպեղները քան։ Լավ, ապահովության համար աշխատացրեցի, գնանք մի հատ բղբեղները նայենք, եթե պատրաստ են, որպեսզի ավելացնենք սոսի վրա։ Ինչ լավ է մեր բղբեղները։ Վաու։ Կարող ենք մի թեթև կեղևները հանենք, այսպես։ Չնայած ես կեղևով եմ սիրում, բայց կարող ենք մի թեթև հեռացնել։ Իրականում ավելի համողություն է տալիս, բայց ես սիրում եմ հանել, որով ավելի սենց սահուն է լինում։ Okay, ես կարող եմ ավելացնել։ Արդեն ինչ լավ հոտ է գալիս, գիտեք, սենց մաքրում ենք։ Պայման չէ, տենց ինչ-որ շատ հանենք, մի թեթև։ Իրա հետաքրքիր մասը, որ սոսը տաք է լինում, հիմա արդեն, որ այս ամեն ինչը բլենդ է արվում իրար հետ, պաստան էլ տաք է, ոնց որ սոսը պատրաստեցինք ու ավելացրեցինք։ Ես այս տեսակի պաներու գեղևները հատուկ ձևել ունեմ, օրինակ պանի մեջ եմ դնում, դոբրագի մեջ եմ դնում ու մի քանի րոպե թողում եմ, ինքը իրա ոլոշից արդեն հելնում է գեղևը։ Մի հատ խառնում ենք։ Մի հատ պաստայի ջուրից ենք դնելու։ Այս պաստան պետք է բան անեմ։
Մեկ հատ նայում ենք սոսի համին։ Հոդը։ Վաու։ Միան աղը եւ բղբեղը բագաս է։ Ավելացում եմ աղ։ Սև բղբեղ։ Հիմա պարմեզանը պետք է ավելացենք։ Ոնց ասեցի, տեսակ որ պաստայի չուրը պարբեցի, բայց չավելացրեցի իր վրա բաղջուր, որովհետև երբ որ սոս եմ ուզում ավելացնեմ եւ ուզում եմ որ պաստան վերցնի իր վրա սոսը, բաղջուր չենք անում։ Հիմա կարող ենք արդեն սոսը ավելացնել։ Մի հատ խառնում ենք։ Ավելացում ենք պարմեզան պանիրը, կարող ենք կես բաժակ ավելացնել ու հետո երբ որ պետքա մատուցենք, մի թեթևել վրան գտնենք ու կմատուցենք։ Ամենապարակայի մի քիչ իմացի տապտղից հետո պետք է ավելացնենք, ավելի համով է դառնում ամեն ինչ։ Ինչքան պարմեզան ավելացեք, այդքան սոսերնից սեր ավելի համով է դառնում։ Մի հատ խառնում եմ։ Ու երբ որ սոսը տաք է, պարմեզանը լուծվում է սոսի հետ ու համով է դառնում։ Մի քիչ տապտղից հետ։ Մի հատ եմ խառնում։ Հոդը։ Այնքան հավանեցի ես մինի պենները։ Մեն Լիլիթ արած իմանալի է վերցրել, բայց շատ լավ ստացվեց։ Okay, մի քիչ էլ ուրեցնենք, որեսի ավելի սենց հավասար լա։ Ինչ հավանեցինք, տեսեք ինչքան հետաքրքիր պաստա ստացանք, ես երկու ափսե եմ պատրաստել, որովհետև միշտ պաստա գերած ժամանակնից սենց ռոմանտիկ ատմոսֆերա սենց ստեղծվում ու ոնց որ մի հատ հայկական քինի ապակաս ստեղ, մի հատ էլ հայկական կարմիր քինի կբացենք ու կվայելենք։ Տեսակ ինչքան հետաքրքիր, ինչքան համով, ինչքան presentable, այսինքն ներգանալի պաստա ենք ստացել, ամեն պահածիչները հեշտ են, տեսակ, ընկույզ օգտագործեցինք, ֆետա պանիր, պարմեզան պանիր, կարմիր բղբեղ, գծուն եւ ոչ գծուն դուք կարող եք ավելացնել, բաղասացնել, այսինքն եթե գծու եք սիրում, կարող եք գծու բղբեղը ավելի օգտագործել, եթե քաղցր եք սիրում, քաղցր բղբեղը ավելի օգտագործեք ու արդեն կստանանք այսպիսի համովություն։
այնքան անուշիկ աստացել չեմ ուզում գտնեմ իրան։ Yummy։ Չուդել ես yummy եմ ասում։ Էլ երևա գայեք։ Վաու։ Չեք սպասի, որ սենց համ կլինի, սենց խորոված պղպերի համը լցված սոսի մեջ ու ընդեղ երկու բանիների խառնուրդը եւ համացությունը եւ բեզիլի համը, այսինքն բասիլիկի համը։ Շատ համով է։ Անպայման պատրաստեք, իրականում շատ համով է ստացվել, դուք էլ կուրախանաք, ձեր ընտանիքն էլ կուրախանա։ Եթե պատրաստեք, ինձ գրեք, եթե հավանել եք այս բաղադրատոմսը եւ եթե գուզեք ընդհանրապես պաստայով բաղադրատոմսեր պատրաստեք միասին։ Չմոռանաք հետևել մեր էջերին, Համի Գաղտնիքի Facebook-յան եւ Instagram-յան էջը եւ իհարկե չմոռանաք բաժանորդակրվել մեր ալիքում Համի Գաղտնիք, որպեսզի բաց թողած ձեր բոլոր հաղորդումները ընդեղ նայեք ու ինչ որ նայել եք, նորեն նայեք, որ պատրաստեք կամ ուղարկեք ձեր հարսին, ձեր կեսուրին, ձեր ընկերոջ, որպեսզի իրենք էլ պատրաստեն եւ վայելեն մեր համովությունները։